Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Այսօր, երբ ամբողջ աշխարհը բախվում է գլոբալ մարտահրավերների, չափազանց կարևոր է, որ մեր ազգը միասնական լինի, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Սուրբ Երրորդության տաճարում, որտեղ մասնակցել է Սուրբ Ծննդյան պատարագին։ Նրա խոսքով այսօր անհնար է պատկերացնել Վրաստանն առանց քրիստոնեության եւ ուղղափառության։ Մարդկության պատմության մեջ չկա ավելի մեծ իրադարձություն, քան Քրիստոսի ծնունդը։ Թեև մեր հոգևորականները մեծապես հոգ են տանում ապահովելու, որ քրիստոնեական հավատքն ուժեղ լինի մեր ազգում, մենք պետք է ավելի ամրապնդենք մեր հավատքը, քանի որ մեր քրիստոնեությունն ընդունելուց անցել է 1700 տարի։ Կավելաշվիլու խոսքով Վրաստանն այսօր ունի կառավարություն, որն իր երկրի ազգային շահը գերադասում է ամեն ինչից։ Ինչ էլ որ պատահի մեր շուրջը, միշտ պետք է պաշտպանենք մեր ազգային շահը եւ դա շարունակվելու է։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհավորել մեր ժողովրդին այս օրվա կապակցությամբ։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն շեղվելու խաղաղության քաղաքականությունից։ Հունվարի առաջին օրերին Վենեսուելայում բռնկված միջազգային փոթորիկը, որը միայն թափ է ահվակում, ել ավելի ամրապնդեց մեր 2026 թվականի ծրագիրը չշեղվել խաղաղության քաղաքականությունից։ Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է, որ Վենեսուելան այն երկրներից է, որոնք չեն ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Այն պետությունները եւ կառավարությունները, որոնք չեն ճանաչում Վրաստանի տարածքային ամբողջականությունը, երբեք չեն կարող լինել վրաց ժողովրդի բարեկամները։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները համապատասխան գերատեսչությունների հետ սերտ գործակցությամբ վերջին օրերին Վրաստանից 13 օտարերկրացու են արտաքսել։ Միգրացիայի դեպարտամենտի աշխատանքի արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքմենստանի, Իրանի, Կուբայի, Թուրքիայի, Թայլանդի եւ Ադրբեջանի քաղաքացիներ, ընդհանուր առմամբ 13 հոգի։ Վերջին 1 տարվա ընթացքում Վրաստանից արտաքսված օտարերկրացիների ընդհանուր թիվը 1311 է։ Ըստ գործող օրենսդրության արտաքսված անձանց արգելվել է նորից մուտք գործել երկիր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի պարտականություններից մեկը երկրում օրինական հիմքերով բնակվող օտարերկրացիների նույնականացումը եւ օրինախախտների արտաքսումն է, ուժեղացված միգրացիոն վերահսկողության եւ այլ հատուկ միջոցառումների միջոցով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն զեկույցի ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցությունը, առևտրի ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումները, նաև տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Անդրադարձ է եղել Գազայում եւ Վենեսուելայում տիրող իրավիճակին։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Անկարան հավանություն չի տալիս իշխանության լեգիտիմություն կամ միջազգային իրավունքը խախտող գործողություններին եւ զգուշացրել, որ նման քայլերը ռիսկային են եւ կարող են լուրջ բարդությունների հանգեցնել գլոբալ մակարդակում։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պահանջել է, որ քրդական բոլոր զինված խմբավորումները, այդ թվում Սիրիայում գտնվողները, վայր դնեն զենքը։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը եւ բոլոր նրանց առնչվող խմբավորումները պետք է անհապաղ դադարեցնեն ահաբեկչական բոլոր գործողությունները, այդ թվում Սիրիայում, եւ անվերապահորեն վայր դնեն զենքը։ Ավելի վաղ Սիրիայի Հալեբ քաղաքում բախումներ էին տեղի ունեցել կառավարական եւ քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հաղորդվում է զոհերի եւ վիրավորների մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը Փարիզում կամավորների կոալիցիայի հանդիպումից հետո կարծիք է հայտնել, որ կողմերը գտնվում են Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու ամենամոտ կետին։ Այսօրվա գագաթնաժողովը կարևոր էր։ Երկրներից բացի հանդիպանը մասնակցել են նաև Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարները։ Քննարկվել են կարևոր հարցեր։ Իմ կարծիքով մենք ավելի քան երբևէ մոտ ենք կայուն խաղաղության հասնելուն։ Խաղաղության համաձայնագրի որոշ դրույթներ մանրամասն քննարկվել են։ Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան նույնպես նպաստել է այդ գործընթացին։ Նրա խոսքով խաղաղության համաձայնագիրը ոչ միայն կավարտի պատերազմն Ուկրաինայում, այլև կսահմանի Ռուսաստանի ու Եվրոպայի միջև խաղաղության երկարաժամկետ պարամետրերը։ Կոալիցիայի հաջորդ նիստում Ֆիդանի խոսքով քննարկվելու է նաև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կտրուկ քննադատել է արտաքին ճնշումները, ընդգծելով, որ երկիրը հզոր է իր ժողովրդի շնորհիվ։ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանի հակառակորդները պատժամիջոցների եւ տնտեսական սահմանափակումների միջոցով փորձում են խոչընդոտել երկրի առաջընթացը, միաժամանակ իրենց ներկայացնելով որպես Իրանի ժողովրդի պաշտպաններ։ Նրա խոսքով լայնածավալ հանցագործություններ եւ կոտորածներ կատարածներն այժմ վստահեցնում են, թե մարդու իրավունքների պաշտպաններ են։ Փեզեշքյանի համոզմամբ նման դիրքորոշումները խորապես հակասական են։ Իրանի նախագահը շեշտել է, որ բոլոր պետական կառույցները, այդ թվում կառավարությունը, խորհրդարանը, խորհուրդները եւ այլ մարմիններ պետք է սերտորեն կապված մնան հանրության հետ։ Փեզեշքյանը նշել է, որ կառավարության պարտականությունն է լսել ժողովրդին եւ աշխատել մարդկանց խնդիրները լուծելու ուղղությամբ։ Առնվազն 36 մարդ է զոհվել, ավելի քան 1200 հոգի ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում, հայտնել է Human Rights Activities News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, 4 երեխա եւ անվտանգության ուժերի 2 աշխատակից։ Իրանական Ֆարս գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին։ Տեղեկության համաձայն վնասվածքներ են ստացել ոստիկանության մոտ 250 աշխատակից եւ Բասիջի 45 աշխարհազորային։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաև ցուցարարների կողմից անկարգությունների եւ իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին, չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել։ Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր։ Ցույցերի ֆոնին փոխվել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը։ Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում։ Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են, վստահեցնելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին։ Իրանի մեջլիսի նախագահն էլ իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին։ Իրանի պաշտպանության գերագույն խորհրդի քարտուղարությունը կոշտ հայտարարությամբ է արձագանքել Միացյալ Նահանգների ղեկավարության սպառնալիքներին եւ երկրի ներքին գործերին միջամտության փորձերին, զգուշացնելով ուժ կիրառելու պատրաստակամության մասին, հաղորդում է ԻՌՆ-ն։ Փաստաթղթում մասնավորապես ընդգծվում է, որ Իրանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չեն եւ հանդիսանում են կարմիր գիծ։ Նշվում է, որ ազգային շահերի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կամ երկրի ներսում իրավիճակը անկայունացնելու ցանկացած փորձ կհանգեցնի համաչափ ճշգրիտ եւ որոշիչ պատասխանի։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է հարված հասցնել Իրանին, եթե այդ երկրում զոհեր լինեն իրանական ռեալի կտրուկ արժեզրկման դեմ դժգոհող ցուցարարների շրջանում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խստորեն քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքական դոկտրինը, նշելով, որ Վաշինգտոնը դիվանագիտությունը փոխարինում է կոշտ ուժով։ Իրանի արտգործնախարարի խոսքով, երբ Թեհրանը խոսում է խաղաղություն, ուժի միջոցով սկզբունքի մասին, նա փաստացի հռչակում է ուժեղի իրավունքը։ Դա նշանակում է, որ նա, ով ունի ավելի շատ ուժ, կարող է անել այն ամենը, ինչ ցանկանում է, ընդգծել է իրանցի դիվանագետը։ Ըստ Արաղչիի, նման քայլերը ոչնչացնում են միջազգային հանրության վերջին 80 տարվա ձեռքբերումները, որոնք եղել են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հարաբերությունները իրավունքի հիման վրա կարգավորելու համար։ Արաղչին անդրադարձել է նաև Վենեսուելայում ապրող իրանցիների անվտանգությանը։ Կարակասում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը շարունակում է աշխատանքը բնականոն ռեժիմով։ Դեսպանը եւ դիվանագիտական կորպուսը իրենց տեղում են։ Արաղչին հայտնել է, որ Վենեսուելայում Իրանի քաղաքացիների հետ կապված իրավիճակը գտնվում է մշտական վերահսկողության տակ։ Այս պահին նրանց վիճակը գնահատվում է լավ, խնդիրներ չեն արձանագրվել։ Գերատեսչությունը գործողությունների պլաններ է պատրաստել երկրում իրադարձությունների ցանկացած զարգացման համար։ Անցած տարին իսկապես կարող է պատմական համարվել, որովհետև հենց 2025 թվականին քաղաքական տեսանկյունից վերջ դրվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմին, եւ մենք արդեն մի քանի ամիս է ապրում ենք խաղաղության պայմաններում։ Այդ մասին հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ սովորում են, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում։ Ալիևի խոսքով Միացյալ Նահանգներում հակաադրբեջանական ուժերի եւ հայկական լոբիի գործունեության արդյունքում ընդունված 907-րդ ուղումը թույլ չէր տալիս լայնածավալ հարաբերություններ հաստատել Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև եւ ընդգծել է, որ այդ սահմանափակումն այլևս չկա։ Իհարկե, դրա երկու հիմնական պատճառ կա։ Նախ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, երկրորդ նախագահ Թրամփի վարչակազմի Ամերիկայի Միացյալ Նահանգներում իշխանության ղեկին մնալը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ։ Նրա անդամները նախագահի գլխավորությամբ շատ լավ գիտեն, թե որոնք են Ամերիկայի ազգային շահերը։
Ալիևն անդրադարձել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին։ Հայաստանը կարող է եւ դուրս կգա ներկայիս փակողային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, կբացվեն ճանապարհները Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։ Այսինքն դա շահավետ է նաեւ Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինի պարտվող կողմ։ Ամեն դեպքում տնտեսական եւ տրանսպորտային տեսանկյուններից պարտվողներ չեն լինի։ Ադրբեջանը նախատեսում է 2026 թվականին գազ մատակարարել եւս 2 եվրոպական երկիր։ Այդպիսով ադրբեջանական գազ ներմուծող երկրների ընդհանուր թիվը կհասնի 16-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր գազի արտահանումն աճում է ինչպես ծավալների, այնպես էլ աշխարհագրական առումով։ Այս պահին մենք գազ ենք մատակարարում 14 երկրի, որոնցից 11-ին կանոնավոր հիմունքներով, եւ այս տարի կավելանա եվրոպական եւս 2 երկիր։ Ալիևի խոսքով կան երկրներ, որոնք ադրբեջանական գազ են ստացել 2024 թվականին, սակայն այնուհետև դադարեցրել են գնումները այլ աղբյուրների առկայության պատճառով։ Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ անցած տարի ադրբեջանական գազի արտահանումը կազմել է ավելի քան 25 միլիարդ խորանարդ մետր աճի պոտենցիալով։ Ալիևն անդրադարձել է նաև դեպի Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումներին, հայտնելով այդ արտահանման ծավալներն ավելացնելու մտադրությունների մասին։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։